Այսօր մայրաքաղաքում չաղավաղված ճարտարապետական միջավայր չի մնացել։ Նույնիսկ առանձին որոշակի կառույցներ երբ պահպանվել են եւ անձնամետ են մնացել, նրանց միջավայրը այն աստիճանի է նսեմացած, որ դրանք կորցրել են իրենց նախկին արտահայտչականության ուժը։ Եվ ինձ ամենից շատ զայրացրեց, երբ այստեղ նշվում էր Թամանյանի անվան տակ այդ ամենը, տեսեք Օպերան ինչպես է նսեմացած այս ամբիցիոզ կառույցների ազդեցության ներքո։ Այս շենքերը որոշակի ժամանակաշրջանի կոնստրուկտիվիստական շենքեր են եւ իրենց արժեքները կայացնում եւ շատ թե որակով թե ճարտարապետական գեղագիտական առումով շատ ավելի բարձր են, քան այս անդեմ ու բարձրահարկ մասշտաբ կառույցները, որը ուղղակի Երևանի դեմքը այլանդակեցին։ Սա հերթական հուշարձանի ավերում կարելի համար, նույնիսկ եթե ինքը հուշարձանի ցանկում ընդգրկված չէ։ Այդ դրանից մի հատ ստեղ են։ Ամբողջը վերացնել։ Հիմա այս կողքի շենքը, որը էլի հին շենք է, 30 թվի շենք է, ուղղակի այդտեղ դաշնակներն են, իրավունք քրտի խմբագրությունն է, այդ շենքը արդեն ամեն օր քանդում է։ Դա էլի հին շենք է, աֆրիկյաններից ված շենք չի, ինքը Երևանի պատմության մի մասնից է, Երևան քաղաքի պատմության մի մասնից է, իրոք պատմական հուշարձան է։ Հիմա այս հուշարձանը այսօր արդեն քանդում է։ Ամեն օր առավոտյան ժամը 6-ին գալիս է, տեղյակել չես։ Ամեն օր առավոտյան ժամը 6-ին գալիս են, մի 10-15-20 տախտակ քանդում են, գցում են մեքենան, տանում են։ Հենց որ այդ ժամին մարդիկ քնած են, շենքը ինքն իրան քանդվում է, ոչ ոք տեղյակել չի զգում։ Բժշկական շենքը եթե հինա ուրեմն վատ է, ո՞վ։ Եկեք գնանք երբ տխպեք մի բաժակ սուրճ։ Ու կտեսնեք ինչ բնածարան, ինչ է, ինչ գործելու մասին է։ Այս շենքը Եվ որ մտել մենք եղածներից ամենավերջինն ենք, վերջիններից եկել մի 30 տարի առաջ։ Դոքակիր կգրեմ, մեզ չի հետաքրքրել։ Վերջ, մենք Երևանում Գարսովետից են ժամանակ իմացանք, որ Բոգոտան անցնելու է մեր շենքի անկյունով։ Ու այդ շենքը գնեցին։ Ու վայելում եք, դա մեր տունն է, դա 84-ի։ Մյուսը իհարկե մեզ չի հետաքրքրում, բայց ասում 270-ից պակաս բարձրություն ունի, ստիաշկայից եւ հապակից հետո դառնալու 250 քանի։ Բարձրահարկ կներեն անասունները թողներ են, բարձրահարկ բոմ։ Չեն գնալու, դառնա երրորդ առաջի պալանից։ Այդ առաջարկողը կգնա, չեն գնում եւ վերջ։ Այդ ուրիշ, որ այնտեղները շատ սիրուշ ենք համաչափ մեր բոլոր չափանիշներին, դեմն էլ լիներ հրաշալի շատրվաններով մի այգի, միլիոն մարդ գար զվարճանար։ Ամառը մարդիկ եկել են մի հատ պողոտակը, դա չեն կարող քայլել։ Թող կառուցել մի բան երեխաների մեծ, քաղաքի ամենամեծ մանկական զբոսայգին։ Խնդրեմ, մենք կգնայինք այնտեղ դեմներ կիմանայինք շետ չի կառուցվելու։ Բայց ո՞ր կգնա։ 7 տարի չգիտեմ ինչա լինելու։ Հիմա դուք բոլորդ Հայաստանի քաղաքացիներ եք։ Եթե դա բացառիկ գերական հանրային շահ է, ուրեմն հանրությունը պետք է իմանա։ Օրենքի արդեն անվանումն է հուշում։ Դուք գիտեք ինչա լինելու փոխարեն։ Ոչ։ Որովհետև իրենք էլ չունեն նախագիծ։ Ընդհանրապես ասում եմ, կենտրոնում սեփականատեր փոխելն է եւ ամենագլխավորը առաջի երկու հարկին տիրելը, որ վարձով տան, նստեն թախտին եւ գումարները ստանան։ Այն որ լափել են քիչ է, հիմա էլ դա են ուզում անել։ Բացի դրանից ես կուզենայի այս շենքը, եթե դուք նայում եք, սա դերասանների շենքն է, որ երևանցիները գիտեին, եւ ստեղ սա ուրեմն այս 3 շենքի պահով Սովետական միության հերոս է ապրել դերան 25-ում, բավականին նշանավոր մարդիկ են ապրել։ Մենք դիմել էինք, մենք ուրեմն դիմել ենք մշակույթի նախարարություն, այս 3 շենքը ներառեն պատմամշակութային որպես համալիր։ Ամեն անգամ մենք հարցնում ենք, իրանք ձգում են, կպատասխանենք։ Եթե ոչ է, մի անգամից ասեք ոչ։ Աստորեն այդքան էլ ոչ չի։ Ես կարող եմ նշել, օրինակ կոնկրետ այս շենքում ինչ մարդիկ են ապրել, որոնք մեր թատրոնի եւ կինոյի հիմնադիրներն են։ Ավետ Ավետյան, Հրաչյան Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Գուրգեն Ջանիբեկյան, Օլգա Գուլազյան, Հովանես Ավակյան, Գեգամ Աֆրիկյան, Էդիկ Աֆրիկյան, Տիգրան Շամիրխանյան, Մկրտիչ Ջանան, Մուրադ Կոստանյան, հիշում եք հարսնացուն հյուսիսից, Թաթուլ Դիլակյան, Վաղինակ Մարգունի, ուրեմն երբ որ մշակույթի կոթողը քանդվում է, թեկուզ նույն Աֆրիկյանի շենքը,
Այնտեղ կային տեղաբնակներ, ու կա միջավայր։ Երբ որ դու քանդում ես մշակույթի կոթողը, ոչնչացում ես միջավայրը, տանում ես ինչ-որ միտեղ հավաքում ես, դա արդեն ոնց որ կենթանուն սպանում ես, խրտվիլակը ներկայացնում ես ինչ-որ միտեղ, առյուծին, խրտվիլակը ասում ես առյուծ չի, դա ընդհանրապես խրտվիլակ է, որովհետև չկա միջավայր, չկա բնակիչ։ Հյուսիսային պողոտայում մարդկանց եղել է, որ հիվանդ մարդկանց անել են տնից դուրս են գցել։ Էլ եմ ասում, եթե չեն հավատում, որ մենք դիմելու ենք ինքնապաշտպանությանը, կլինի դա Վանի, Սասունի, չգիտեմ ինչի, բայց թող ականջներին օղ անեն, դեռ նժդեհներ ու անդրանիկներ մեր ազգի մեջ կա, թող դա լավ հիշեն։ Ու համբերությունը արդեն հատում է։ Պարոն Տարոն Մարգարյանը ներկայացնում է, իբր այս շենքը կառուցվել է մեր խնդրանքով։ Ես ունեմ հենց հիմա այստեղ իմ թղթապանակում, ունեմ փաստաթղթեր, որով մենք դիմել էինք դատարան, որ չկառուցվի։ Բացի դրանից Տարոն Մարգարյանը շատ լավ իրազեկված է շինարարության պահով, որովհետև երբ որ ինքը դեռ փոխքաղաքապետ էր, Կարեն Կարապետյանի հետ միասին նրանք այցելել են բավականին անախորժ ձևով, մենք նրանց հրավիրեցինք ուրեմն մեր բակ, Կարեն Կարապետյանը բավականին նեղվեց նրանից, ինչը որ ինքը տեսավ։ Այն ժամանակ դեռ մի փոքր ուրեմն կատլավան էր փորված, փոսորակներ, եւ հետագայում մենք խնդրեցինք, որ այդտեղ կառուցվի 2 հարկանի, ինչ որ 3 հարկանի, որտեղ կլինի մարզա հրապարակ կամ մանկապարտեզ, ինչ որ մի իրոք հանրային կառույց։ Բանակցությունները բավականին կոնստրուկտիվ գնում էին, բայց հետո Կարեն Կարապետյանը գնաց եւ Տարոն Մարգարյանին սա ամեն ինչը բացարձակ չի հետաքրքրում։ Բացի դրանից նա սուտ է ասում, որ մենք խնդրել ենք։ Այս բնակիչները լավ գիտեն, ոստիկանությունում էլ պետքա շատ լավ հիշեն, քանի ամիս են նրանք մեքենայով այստեղ ուրեմն բարեկային ծառայություն կատարել։ Որ ու գիշեր քնում էին այստեղ, որովհետև մենք շին հրապարակը փակել էինք եւ մի քանի օր չէինք թողում այստեղ ուրեմն վերնատար մեքենաները մտնեն։ Ու վերջնական առումով ասում եմ, դա հարից չի քաղաքապետին այդ կարգի ստախոսությունը։ Ես հիմա ստեղ ունեմ նաև Լիլիթ Գալստյանի կողմից, երբ որ դեռ ազգային ժողովում էր պատգամավոր նամակը, որը վերաբերում է տվյալ ուրեմն շինարարության պահով, որ մենք դեմ ենք եղել եւ պատասխանը կա, եւ բացի դրանից մեր ուրեմն դիմումը կա դատարան, որը ընդունվել է վարույթ, որ այս բոլոր շենքերի բնակիչները դիմել են դատարան իդեմ այս ուրեմն անհեթեթ շինարարությանը։ Եվ այստեղ շատ վիրավորական է, որ բացի նրանից մեզ որ զրկեցին մանկական խաղահրապարակից, ուրեմն այստեղ մանկական խաղահրապարակ էր, կողքը Բրյուսովի անվան ինստիտուտի ուրեմն մարզադահլիճներ, որտեղ առիթից առիթ մենք էլ էինք օգտվում մարզադահլիճից, այստեղ էլ ուրեմն խաղահրապարակներ, որտեղ անցել էին մանկությունը։ Հիմա ոչ նա կա, ոչ նա կա։ Մենք շենքից դուրս չենք գալու։ Բացարձակ այդ հիմնավորումները, որովհետև օրենքը նախատեսում է հիմնավորել, թե ինչի հիման վրա է սկսում գործել բացառիկ գերական արևի շահը, այդ հիմնավորումները բացարձակ անհեթեթություններ են։ Ես պատրաստ եմ հանդիպել քաղաքապետարանի ցանկացած աշխատակցի հետ, քաղաքաշինության աշխատակցի, ով ուզում է լինի։ Օրենքը միանշանակ ասում է եւ այն փաստարկները, որ նրանք վերել են, բացարձակապես չեն ուրեմն օրենքի դրույթներին չեն համապատասխանում։ Խնդիրը սրանում է կայանում։ Այդ իսկ պատճառով լավատեղյակ լինելով օրենքից, տիրապետելով օրենքին եւ հասկանալով, որ օրենքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից է, մենք հայտարարություն ենք անում, որ մենք չենք ընդունում այդ ստախոսությունը, դուրս չեն գալիս եւ մեր շենքերը ոչ մեկին չի խանգարում։ 12 տարի այս խեղճ ժողովուրդը ուրեմն այս ճնշման տակ է։ Եվ ի վերջո ասում եմ, ոնց որ պարտադրեն մարդուն, ոնց որ պարտադրել են միլիոնավոր մեր համակարգացիներին լքեն Հայաստանը, հիմա ուզում են մեզ հոգնածնեն, որ մենք լքենք մեր բնակարանները, բայց ես հարց եմ տալիս, ինչից են որոշել, որ իրանք մեզնից երկար են ապրել։ Նենց որ հաստատ մեզնից երկար չեն ապրի ու մենք չենք լքելու։ Էլ եմ ասում, չենք լքելու։